Աստծո լույս ձեզ սիրելի հայեր, քույրեր եւ եղբայրներ, Աստծո կամքով Հիսուս Քրիստոս անունով շատ ուրախ եմ ձեզ բոլորիդ ողջունել եւ փառք Տիրոջը։ Ամեն։ 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 Սիրելի հայեր ջան, ես գտնվում եմ Ռուսաստանում, որովհետեւ հանգամանքները նենց ստացվեցին եւ Իշքան էլ հեռու կապը լինի Հայաստանից, բայց ամեն դեպքում կապը միշտ կա եւ այն մտքերը, որ Աստված ինձ հաղորդում է, ես կհայտնեմ եւ այն պայքարը, սիրելիներս, որը պետք է լինի Հայաստանում հանուն մեր սրբությունների պահպանման համար, որ մենք պայքարենք ճշմարտության համար, Աստծո խոսքի համար, Աստծո այն շնորհների համար, որը տրված է սիրելիներս, եւ Աստված այն միտքն է տվել, որ Մակաբայեցիների շրջանում, որը եղել է մեր թվարկությունից առաջ 182 թվականներից սկսած պայքարը, երբ որ Մատաթիա քահանայի եւ իր որդիների զավակների համագործակցությամբ ազատագրական պայքար է եղել, ամենամեծ պայքարը, անգամ նաեւ ազատագրական պայքար, որը մեծ է եղել Դավիթ թագավորի ժամանակները։ Իհարկե ամենապայծառ ժամանակը եղել է Դավիթ թագավորը Իսրայելի 3000 տարի առաջ, որ եղել է աստվածապետական, լրիվ Աստծո խոսքով եւ Մակաբայեցիների ժամանակ, երբ որ եղել է ազատագրական պայքար Անտիոքոս Էպիֆանի եւ Պատորի եւ մնացած Դեմետրիոս, Տրիփոն եւ մնացած այդ բռնակալ տիրապետ մարդկանց, որոնք ուզեցել են բնաջնջել, նույն բանը մեր հետ է, սիրելիներս, եղել հայերի հետ եւ դարեդար շարունակվել է եւ հիմա սիրելիներս ամենավճռական պահն է, որ բոլորս համախմբվենք, աղոթենք Աստծուն, որ նա մեզ համախմբվի եւ պայքարենք սրբապիղծների դեմ, Սփյուռքից գանք բոլոր այն հայերը համախմբվենք ոչ թե խոսքով, այլ գործով, սիրելիներս, պատրաստ եմ համախմբվենք Հայաստանում եւ պայքարենք մեր սրբությունների համար, սիրելիներս։